Ուզեմ ասել, մենք ցավս էր, որ առաջ տեսանք, որ մենք ավտոբուսներ ունեցանք, շատ ողջունելի է, մունիցիպալիտետին համար շատ առաջընթաց քայլ է, ասեք Ախալքալակ են բերվել երկու նոր ավտոբուսներ, ավտոբուսների գնումներն իրականացվել է մրցույթի պայմանների համապատասխան։ Քաղաքապետարանը երկու ուղևորատար ավտոբուսների ձեռքբերման մրցույթը հայտարարել է ապրիլի 17-ին։ Գնման բյուջեն կազմել է 424,178 լարի։ Նոր ավտոբուսները կօգտագործվեն Ախալքալակի մունիցիպալիտետի տարածքում ուղևորներ տեղափոխելու համար։ Մենք բյուջետը կարդալուն ժամանակ չենք տեսնի բյուջետի մեջ նախատեսած իրան գումարներ, որ ինքը հունվար ամսից սկսել աշխատի։ Ինչով է պայմանավորված այդ։ Ես հույս ունեմ, որ Մերյան ու Սարգսյանը իրար հետ համագործակցելով այդ հարցերը լուծումը կայանան դա։ Տարիֆներու մասին որոշում հանձվի, մեջը հանձվի հատուկ ապարատներ, որոնք կայանան ուղղություններեն։ Վերնո կազմեք երկար ժամանակ։ Դրա համար բյուջետի մեջ իմաստ չենք գտնի հայմի տեղադրել, ինչով գումար։ Ու հետագայում այդ հարցերը որոշելուց հետո Երբ որ արդեն պատրաստ կլինի ավտոբուսները շահագործման, այդ ժամանակ արդեն բյուջեի մեջ մենք կյանք հանգիստ նախատեսնի գումար։ Քաղաքապետարանն ու Սակրեբուլոն համատեղ կորոշեն, թե որ ուղղությամբ պետք է երթևեկեն երկու ավտոբուսները, նաև սպասարկման, կայանատեղի գների եւ այլ արդիական հարցերի շուրջ։ Տեղի ունեցած քննարկումների համաձայն տեղական իշխանությունները մտադիր են մունիցիպալիտետում գործարկել հասարակական տրանսպորտի փորձարկման գիծ։ Դա եթե արտարացնի, ապա մունիցիպալիտետը հետագայում կընդլայնի հասարակական տրանսպորտի ցանցը։